Բարի ողջույն, ընկերություն։ Այդպես ասեմ ընկերությունը, որտեղ ես սիրում եմ բոլորն իմ ընկերներն են, քանի որ Հայաստանը մի տուն է, Հայաստանը մի օջախ է, բոլորս պետք է միասնական լինենք, դա կլինի մեր հաղթանակը, հիշեք, Հայաստանի հաղթանակը միասնականության մեջ է, որպեսզի ընտանիք դա օջախ է ձևավորվում, այ մի օջախի մեջ ենք բոլորս ապրում։ Այսօր Լուսինը ձկան մեջ է, ձուկ նշանի մեջ։ Ես չեմ ուզում այդքան գրագետ տերմիններ օգտագործել մասնագիտական աստղաբանության, որտեղ շատ-շատերին դա բացարձակ հետաքրքիր չի, ինչը որ նայել եմ, տեսել եմ, արդեն ձեզ ասում եմ, 28, 29, 30 Լուսինը ձկան մեջ է, իրենից հզոր ինտուիցիա է ներկայացնում, բոլորը լսեք ձեր ներքին ձայնին, ձեր երևակայության, ստեղծագործության, մտքերի, հուզմունքների օրը, երազանքների օրը, իրականությունից մի խոսափեք, աշխատեք, տեսեք լավը, շրջապատը նայեք, ծառ, հող, թուղ, դեռ արևա, ինչքան կարա գեղեցիկը նայեք ու տեսեք, որ ինչքան Հայաստանը լավ, Երևանը, Հայաստանը, շրջանները, գյուղերը, ամեն ինչը լավն է, որպեսզի դա իրականություն լինի, որտեղ այդպես կա, դուք չեք ուզում գեղեցիկը տեսնեք։ Հիմա Սատուրն մոլորակը Լուսնի հետ գնում է, ինտուիցիայի բարձր զգացողություն է տալի, որը հետո շարունակություն եւ պատասխան։ Իսկ ով որ կհակառակվի այդ մտքերին միշտ վատը նեգատիվը, այս 3 օրը կտա մաշկի խնդիրներ, ալերգիան, քոր, դուրս տալ, ոտքերի կոճից ներքև խնդիրներ կառաջանա։ Այսօր Լուսինը 7 օրեկան է։ Աքաղաղն է, մարտական աքաղաղիոն է և հենց այս օրը Սուրբ Պետրոսը դավաճանեց։ Աշխատեք ոչ մի դավաճանական կեղծիքներ չունենաք։ Ազնիվ եղեք, ինչքան կարող եք եղեք ազնիվ։ Տարերկների հետ աշխատել օրը, հոգիների հետ ննջեցալների աղոթքների հզոր աղոթքներով է համարվում, մեղքերի թողության, Ֆենիքսն է, հիշեք, Ֆենիքսը անդադ աշխատում է, գործում է կենդանը, մոխորից դուրս եկող թռչուն ու տեն շարունակվել է հատկապես 26 թվականը։ Հիմա 13-ից 15 դեկտեմբերի վերջապես Սև Լուսինը կարիճից դուրս կլինի աղեղնավոր, իրենից ինչա ներկայացնում, ավելի շատ հոգևոր դաշտ հոգևորականների հետ է, եթե միջև այդ ժողովուրդ հոգևորական, ղեկավարություն հոգևորական, հիմա հոգևորականների միջև է պառակտումը գնալու, դուք կողքից ամեն ինչը կտեսնեք և իրականությունը կորոշեք, ով է ճիշտ, ով է սխալ, և իրենք էլ իրենց պատասխան ունեն, մենք պետք չի, որ մենք նստենք պատասխանի սպասենք, համբերություն բոլորիս։